2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում նշել են երիտասարդության միջազգային օրը, միջոցառումները մեկնարկել են բլոգինգով։ Բլոգինգը դա դանդաղ վազքի քայլքի ընթացքում թափոններ հավաքելու process-ն է։ Այսինքն առողջ ապրելակերպը համատեղում ենք շրջակա միջավայրի մաքուր պահելու հետ։ Այսինքն մեկ կրակոցով երկու նապաստակ ենք խփում, այսպես ասած։ Մարդիկ ոչ թե գնում են X տարածք ու փորձում են թափոններ հավաքել, այլ ուղղակի ճանապարհի ընթացքում ինչ տեսնում են, հավաքում են։ Դա նաև օգնում է, որպեսզի մյուս համայնքում գտնվող մյուս մեր հայրենակիցները, համաքաղաքացիները տեսնեն, նկատեն ու հաջորդ անգամ եթե ուզենան ինչ-որ աղտնետեն, մի բան ոնց որ sense փոխվի իրանց մոտ ու այդ գործողությունը չանեն։ Օրվա ընթացքում անցկացվել են ֆորումներ եւ երիտասարդական տարբեր նախաձեռնություններ։ Միջոցառումներին մասնակցել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Առաջին հերթին պետության շահերից է բխում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը ու շատ ուրախ եմ, որ տարբեր պետական մարմիններում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ եւ կարծում եմ, որ սրանք շատ կարեւոր խորհրդակցական մարմիններ են, որտեղ տարբեր ոլորտների կարևորագույն որոշումները քննարկվում են եւ այսպիսով երիտասարդները նաեւ հնարավորություն են ունենում անմիջականորեն իրենց կարծիքների դիրքորոշումների ներկայացմամբ նաև ազդել այդ որոշումների կայացման վրա։ Նախարարի խոսքով տարբեր համայնքներից Կապան եկած երիտասարդներին միավորում են ընդհանուր նպատակներն ու Հայաստանի զարգացմանը նպաստելու ձգտումը։ Երիտասարդները շատ համարձակ են, շատ խելացի են, ունեն նորարար գաղափարներ ու նաև շատ լավ առաջնորդներ են ու ինձ թվում է մեզ համար շատ կարևոր է, որպեսզի կարողանանք նրանց տալ այն հնարավորությունները, որ իրենք կարողանան զարգանալ եւ ավելի բարեկեցիկ կյանք ունենալ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև համայնքներում երիտասարդական կենտրոնների դերը, նշել, որ մինչև տարեվերջ դրանց թիվը կավելանա եւս 27-ով։ Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում երիտասարդների աշխատանքի աջակցության, օրինակ մենք ունենք երիտասարդ գիտնականներին ուղղված ծրագրեր, մենք ունենք նաև ծրագրեր, որոնք աջակցում են տարբեր ոլորտներում առաջին քայլերը իրականացնող մասնագետներին եւ կարծում եմ, որ սա շարունակական աշխատանք է։ Տոնական օրը նշանավորվել է նաև հրաշալի գաղափարների մրցույթի հաղթողների պարգևատրմամբ։ Առաջին մրցանակը ստացավ Գյուղի ձայնը նախագիծը, երկրորդը երիտասարդ առաջնորդների լաբորատորիան, երրորդը Շինուհայրի խաղահրապարակի վերաիմաստավորման ուղղված նախաձեռնությունը։ Որ զանգը ստանում եմ ու ասում եմ, որ հավանությանը արժանացել, անասելի մի հատ ուրախությունների մոտ, շատ ուրախացա։ Այստեղ իմ հոգեկան բավարարվածությունը ավելի բարձր էր, որ ես ինչ-որ արժեք եմ ստեղծել իմ համայնքի երեխաների համար։ Կապանում միջոցառումները շարունակվել են մինչև երեկո, ցուցահանդեսներով, թեմատիկ քննարկումներով, օրն ամփոփվել է գալա համերգով։ Յուրա Վահանյան, լուրեր։